Հարգելի գործընկերներ, ինձ համար մեծ պատիվ է ներկայացնել մեր լավ, բարի, միշտ ժպտերես ու միշտ հասնող Հարություն Հարությունյանին։ Կրթության մասին 1993-2003 թվականներին սովորել է Բաղրամյանի միջնակարգ դպրոցում, ինչպես նաև երաժշտական դպրոցում։ 2003-2007 թվականներին սովորել է Հայաստանում Ֆրանսիական համալսարանի իրավաբանության ֆակուլտետում։ 2007-2009 թվականներին սովորել է նույն համալսարանի մագիստրատուրայում։ Աշխատանքային փորձի մասին 2006-2007 թվականներին աշխատել է Բաղրամյանի պոլիկլինիկա և մոր ու մանկան պահպանության կենտրոն ՓԲԸ-ում որպես իրավաբան։ 2008-2011 թվականներին աշխատել է Վերաքննիչ քաղաքացիական դատարանի աշխատակազմում որպես դատավորի օգնական։ 2009 թվականին ստացել է փաստաբանական գործունեության արտոնագիրը, սակայն փաստաբանությամբ զբաղվել է 2011 թվականից։ 2012 թվականից առ 2026 թվականը հանդիսացել է իրավաբանական խորհրդատվական խումբ ՍՊԸ-ի տնօրեն։ 2015 թվականից առ 2024 թվականը հանդիսացել է Հայաստանի Հանրապետության Փաստաբանների պալատի խորհրդի անդամ։ 2019 թվականի սեպտեմբերից առ 2022 թվականը աշխատել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահության ազգային ինստիտուտ ՓԲԸ-ում որպես իրավաբան։ 2023 թվականից մինչև 2024 թվականը աշխատել է Հայաստանի Հանրապետության պետական հետաքրքրությունների ֆոնդ ՓԲԸ-ում որպես դատական գործերի պատասխանատու։ Դատավորների ընդհանուր ժողովի կողմից 2021 թվականին ընտրվել է Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամ 4 տարի ժամկետով։ Թեկնածությունն առաջադրված է եղել Ֆրանսախոս փաստաբանների միության ՀԿ-ի կողմից։ 2025 թվականին կրկին ընտրվել է նույն հանձնաժողովի ոչ դատավոր անդամ։ 2026 թվականից հանդիսանում է նոր դարաշրջան կուսակցության նախագահ։ Այլ տեղեկություններ ևս 2003-2007 թվականներին հանդիսացել է Ալյանս Ժոնես միության նախագահ, 2007 թվականին ակտիվ ներգրավվածություն է ունեցել 2007-2008 թվականը հանդիսացել է Ֆրանսիական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ, 2006 թվականի սեպտեմբերի 20-ից 30-ը ակտիվ մասնակցել է Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ժակ Շիրակի պատվիրակության ուղեկցության աշխատանքներին և ստացել է անհատական պարգև։ 2011 թվականից հանդիսանում է արտասահմանում բնակվող ֆրանսիացիներ ընկերության բարեկամ։ Ուսումնական պրակտիկան անցկացրել Ֆրանսիայի Հանրապետության Արամին ընկերության միջազգային վարչությունում, ունի ինչպես հայկական, այնպես էլ Ֆրանսիայի Լիոն 3 համալսարանի պետական դիպլոմներ։ Հանդիսանում է ֆրանկոֆոն փաստաբանների միավորում իրավաբանական ՀԿ-ի համահիմնադիր։ Տիրապետում է հայերենի, անգլերենի, ֆրանսերենի, ռուսերենի, ամուսնացած է և ունի 2 երեխա։ Ես իսկականից կարծում եմ, որ փաստաբանական մեր համայնքը մեծապես տուժել է, որովհետև դուք փաստացի ստիպված եք եղել թողնել ձեր փաստաբանական գործունեությունը, այնուամենայնիվ կարծում եմ, որ պետք է պայքարել պատճառների դեմ, որպեսզի այդ հետևանքները չլինեն։ Այնպես որ պարոն Հարություն Հարությունյան, ես շատ մեծ ուրախությամբ եմ ձեզ ներկայացնում